Բարև ձեզ, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մարանդյան հրավերը ընդունելու համար։ Մենք խոսելու ենք հետևյալ թեմայի շուրջ, որը իմիջիալից բավականին մեծ արձագանք էր առաջացրել, բայց ոչ միայն դրական։ Կային եւ քննարկումներ այն մասին, որ դա բացասական ազդեցություն կարող է ունենալ անվտանգության տեսանկյունից եւ նաեւ դրական, որ որոշ մարդկանց հնարավորություն կտա, եւս մեկ հնարավորություն կտա, այսպես ասեմ, խոսքը վարորդական իրավունքից զրկված անձանց այն հնարավորություն տալն է, որ իրենք կարողանան առանց քննության վերականգնեն իրենց վարորդական իրավունքը, իհարկե նաև սահմանափակումներով, հնարավորությամբ, բայց սահմանափակումներով։ Եկեք հասկանանք վարելու իրավունքից զրկվածներին առանց քննության իրենց վարորդական իրավունքը վերականգնելու որոշումը ինչպես եք կայացրել, ինչ մասնագիտական հիմնավորում եք դրա տակ դրել։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Նախ ասեմ, որ անվտանգային բաղադրիչը մշտապես է մեր ուշադրության կենտրոնում եւ ուրախ եմ հիշեցնելու համար, իսկապես մենք այդ մտայնությունը ունեցել ենք եւ ցանկացած այլ նախագծային լուծումների պարագայում միշտ ունենում ենք եւ ասում նաեւ, որ որոշումների կայացման փուլում մենք այնպիսի որոշումների չենք գնում, որոնք կարող են անգամ անուղղակի ազդել անվտանգության վրա։ Սրանով ըստ էության մենք վարելու իրավունքից զրկելու հիմքերից մեկով միայն վերանայում ենք վարելու իրավունքի վերականգնման այսպես մոդելը, գործընթացը եւ ասեմ ինչ մասնագիտական հիմնավորմամբ մենք շեշտադրումը կատարում ենք վարորդի վարքագծի վրա։ Ինչ է որակավորման քննությունը, դա գիտելիքների եւ գործնական հմտությունների ստուգումն է։ Մինչդեռ շատ հաճախ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ վարելու իրավունքից զրկելու հիմք ծառայած իրավախախտումների հիմքում առավելապես ընկած է լինում վարորդի չարամտությունը, նրա վարքագիծը, ոչ թե գիտելիքը։ Ընդ որում այս լուծումը մենք իհարկե նաև միջազգային փորձի հետազոտման արդյունքում ենք նաև գտել, իհարկե որոշակի տեղայնացումների արդյունքում կան երկրներ, օրինակ, որտեղ նախատեսվում է լրացուցիչ վերապատրաստումների ուղարկել։ Կան երկրներ, որտեղ ներողություն ալկոհոլական են օգտագործվում, որպեսզի վարորդը չկարողանա այդպիսի վիճակում տրանսպորտային միջոցը շահագործել։ Կան երկրներ, որտեղ սահմանափակ հնարավորություններով փորձաշրջան է նախատեսվում։ Եվ մենք գնացել ենք այդ ճանապարհով եւ իհարկե մասնագիտական բազմա շահառու քննարկումներ ենք անցկացրել, բոլոր կողմերին լսել ենք եւ կայացրել ենք այդպիսի որոշում, որ պետք է այս հիմքերից միայն մեկով, ես իհարկե մանրամասն կանդրադառնամ, միայն մեկ հիմքի մասին է խոսքը, վարելու իրավունքից զրկելու, պետք է անձին տրվի սահմանափակ հնարավորություններով փորձաշրջան, սա ըստ էության պետության կողմից արված, պետության կողմից մեկնված ձեռք է, պետության կողմից տրված հնարավորություն է, որպեսզի վարորդը կարողանա այդ փորձաշրջանի ընթացքում հիմնավորել, ապացուցել, որ ինքը արժանի է եղել այդ մոտեցմանը, բայց կրկնում եմ, դա սահմանափակ հնարավորություններով է եւ այստեղ անվտանգային բոլոր մտահոգությունները մեր գնահատմամբ եւ հիմնավորմամբ իհարկե այստեղ փարատված են։ Որ իրավախախտման դեպքում պիտի գործի այս կարգավորումը։ Ես ձեզ որպեսզի պատկերը ավելի ամբողջական լինի եւ մեր հանրությունը ավելի իրազեկված լինի, թե որ հիմքերի պարագայում է վերանայվել կամ որ հիմքի։ Ասեմ, որ մեր օրենսդրությամբ վարելու իրավունքը կարող է դադարել մի քանի հիմքերի առկայության դեպքում, օրինակ, եթե անձը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, կամ եթե առկա են նրա հոգեկան հիվանդության կամ թմրամիջոցների կամ հոգեմետ հոգեներգործի նյութերի օգտագործման պայմանավորված հիվանդության, կամ մեր օրենսդրությամբ նախատեսված պայմանների նրա առողջական վիճակի անհամապատասխանության վերաբերյալ տեղեկություններ։ Այսինքն առողջական վիճակի բերումով անձը ուղղակի չի կարող վարել տրանսպորտային միջոց, կամ եթե օրինակ առկա է վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, կամ այլ իրավասու մարմնի ուժի մեջ մտած ակտ եւ իհարկե 4-րդ հիմք այս պարագայում քննարկելի չէ, դա այն է, երբ անձը մահացել է։ Այս բոլոր հիմքերից մենք ըստ էության անդրադառնում ենք միայն մեկ հիմքի։ Այն բոլոր դեպքերում, երբ վարելու իրավունքից զրկումը պայմանավորված կլինի անձին անգործունակ ճանաչելով, կամ կապված կլինի նրա առողջական վիճակի հետ, կամ անձի վարելու իրավունքը դադարեցված կլինի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, կամ օտարերկրյա ցանկացած այլ պետության իրավասու մարմինների կողմից, վարելու իրավունքի վերականգնման գործընթացը փոփոխության չի ենթարկվում։ Իր համար չի, այլ կերպ ասած, այսինքն այո, ինքը շարունակելու է այդ իրավունքը վերականգնել որակավորման քննությունները հանձնելուց հետո։ Հետևաբար այստեղ ուղիղ պետք է խոսել այն մասին, թե ովքեր են հանդիսանում այս օրենքի շահառուները։ Որպեսզի անձը համարվի օրենքի շահառու եւ նրա վարելու իրավունքը վերականգնվի նոր ընթացակարգով, առնվազն երկու պայման է հարկավոր։ Առաջին, վարելու իրավունքից զրկումը պետք է իրականացված լինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կայացված եւ ուժի մեջ մտած վարչական ակտով, եւ երկրորդը այդ
իրավունքը անձին պետք է տրամադրված լինի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից։ Բայց կոնկրետ որ դեպքում, այսինքն խմացության աստիճանի, որ Խոսքը վերաբերում է բոլոր այն որ վարորդը զրկվել է եւ կարող է օգտվել այս կարգավորումից։ Խախտման տեսեք, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը նախատեսում է տարբեր խախտումներ, որոնց համար անձը կարող է զրկվել։ Եվ իհարկե մենք ունենք նաև յուրաքանչյուր անձի, յուրաքանչյուր վարորդի հատկացվող տարեկան կտրվածքով 13 բալային միավոր։ Խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ տարբեր պատճառներով, տարբեր խախտումների կամ բալերը սպառելու պատճառով անձը զրկվել է վարելու իրավունքից։ Եվ իմ ասած երկու նախապայմանների առկայության դեպքում մարդուն հնարավորություն է տրվելու զրկման ժամկետի ավարտից հետո 1 տարվա ընթացքում դիմել, վճարել պետական տուրքը, որը սահմանված է 50,000 դրամի չափով, եւ առանց որակավորման քննությունների վերականգնել իր վարելու իրավունքը։ Բայց քանի որ ես նշել եմ, որ սա սահմանափակ հնարավորություններով գործընթաց է, այդ պարագայում կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով եւ անձին կհատկացվի, կտրամադրվի 6 միավոր։ Մենք ավելի հեռուն ենք գնացել, մտածելով, իսկ ինչ պետք է լինի, երբ անձը այդ 1 տարվա ընթացքում, փորձաշրջանի ընթացքում իրեն հատկացված 6 միավորը սպառում է։ Այս պարագայում նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ենք համապատասխան լրացումը կատարել եւ նա կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Սա էլ այն բանի համար է արված, որպեսզի պետությունը շարունակի բայց այդ պարագայում ինքը նորից պետք է որակավորման քննություն տա, ճիշտ է, եթե երկրորդ անգամ այո, ես միտքը շարունակեմ, այս հնարավորությունից վարորդը կարող է օգտվել միայն 1 անգամ։ Ես նաև ասեմ, անցումային դրույթներ ունենք, որովհետև բալային համակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2020 թվականի հունվարի 1-ից, բնականաբար այդ խումբ անձանց մենք չենք մոռացել, եւ բոլոր իրավիճակներում դա կլինի հիմնական կարգավորման ուժով թե անցումային դրույթների ուժով, այս հնարավորությունից կարելի է օգտվել միայն 1 անգամ։ Հաջորդ բոլոր զրկումների պարագայում վարելու իրավունքը վերականգնվելու է որակավորման քննությունները հանձնելու միջոցով։ Տեսեք, մի այսպիսի առօրյա օրինակ բերեմ, եթե վարորդը զրկվել է վարորդական իրավունքից այն պատճառով, որ անսթափ վիճակում է ղեկին գտնվել, հետո փորձաշրջան ունենում է 1 տարի եւ ունենում է 6 բալ, փորձաշրջանի ընթացքում 6 բալը չի սպառում, բայց եւս 1 անգամ, օրինակ, իրավապահ մարմինը իրեն կանգնեցնում է եւ արձանագրում ոչ սթափ վիճակ։ Այս դեպքում էլ է ինքը զրկվում վարորդական իրավունքից։ Նկատի ունեք, եթե փորձաշրջանի ընթացքում տրված իր 6 բալը, բայց էլի նույն հիմքով իրեն կարող են կանգնեցնել, գնահատել, որ ինքը էլի անսթափ վիճակում շարունակում է ղեկին լինել, այս դեպքում զրկվում է թե ոչ, եւ հաջորդիվ ինքը էլի որակավորման քննություն պիտի տա։ Տեսեք, երբ մենք խոսում ենք 13 միավորի փոխարեն 6 միավոր հատկացնելու մասին, այստեղ պետք է համատել միավորները։ Բայց երբ մենք խոսում ենք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հոդվածների մասին, որոնք ուղիղ նախատեսում են զրկումներ, մենք այդտեղ որևէ փոփոխություն չենք կատարել։ Մենք ընդհանրապես նվազեցրել ենք տուգանային միավորների հնարավորությունը։ Հետևաբար ցանկացած իրավիճակում, երբ վարորդը կատարում է արարք, որով նախատեսված է զրկում, այստեղ որևէ փոփոխություն ներքին գործերի նախարարությունը չի նախաձեռնել։ Ձեր երկրորդ հարցին անդրադառնամ, եթե 1 անգամ զրկվել է, 1 անգամ օգտվել է այս հնարավորությունից, հաջորդ բոլոր անգամները պետք է վերականգնվի որակավորման քննությունների հանձնելու միջոցով։ Պարոն Մանուկյան, դուք ասացիք, որ սա պետության կողմից ձեռք է մեկնված վարորդներին հնարավորություն իրենց ընդ որում հիմնավորված ձեռք։ Սա ուղղակի ինչ որ բարության ակցիա չի եղել, սա հիմնավորված է եղել, որովհետև մենք գտել ենք, որ այսպիսի մոդելային փոփոխությունը կարող է արդյունավետ լինել։ Լավ, այդ դեպքում եթե սա լավ մոտեցում է, ինչու այս մոտեցումը չի կիրառվում բոլոր դեպքերում, այսինքն բոլոր մարդկանց հանդեպ, որոնք ինչ-ինչ պատճառներով զրկվել են վարելու իրավունքից, այլ օրինակ վերաբերում են մարդկանց, ովքեր խմած նստել են ղեկին։ Տեսեք, այդ մտայնությունը մենք իհարկե ունեցել ենք եւ քննարկումներին չեն ցույց տվել, օրինակ դատարանի կողմից կիրառվող որպես, այսպես ասեմ, պատիժ զրկումը քրեական օրենսգրքի իմաստով, որպես կանոն դրանք առավել ծանր եւ հետևանքներ ունեցող արարքներ են։ Իհարկե, մենք ես նկատի ունեմ անվտանգային բաղադրիչը այստեղ խնդրահարույց չէ, բայց միևնույն ժամանակ պետք է նաեւ հասկանալ, իսկ այդ արարքով վարորդը հանրային վնասակար արարք է կատարել, թե հանրորեն վտանգավոր արարք է կատարել։ Ի վերջո չպետք է մոռանալ, որ դատարանները քննում են քրեական վարույթներ, որոնցով ինչպես նշեցի,
այդ արարքները առաջացրել են հետևանքներ, տուժողների վնաս, ճանապարհատրանսպորտային լուրջ պատահարներ։ Հետևաբար այդ հատվածը մենք գտել ենք ոչ նպատակահարմար։ Կասեք, ինչ երաշխիք կա, որ նույն այդ վտանգավոր վարորդները, ովքեր մեկ անգամ զրկվել են վարելու իրավունքից, նորից չեն վերադառնա ճանապարհ ու անվտանգության տեսանկյունից երթևեկության համար մարդկանց համար խնդիրներ չեն առաջացնի։ Որտեղ է երաշխիքը, դուք ինչի վրա եք հիմնական շեշտադրումը արել։ Ես ասեմ, որ ձեր հարցը շատ լեգիտիմ է նաև, մինչև լեգիտիմ կարող է լինել նաև մինչև այս փոփոխությունները, որովհետև նույն հաջողությամբ 13 միավորը օրինակ սպառած եւ որակավորման քննությունների միջոցով վարելու իրավունքը վերականգնած անձի պարագայում եւս այդ հարցը կարող է հնչել։ Հետևաբար այդ հարցը նույնչափ վերաբերելի է նաև սրանից առաջ գործող կարգավորումներին։ Հիմնական երաշխիքը ես ինչպես նշեցի, դա սահմանափակ հնարավորություններով փորձաշրջանն է։ Եվ իհարկե, ինչպես ասում եմ, պետությունը այստեղ մոդելային փոփոխություն է կատարել, բայց միևնույն ժամանակ պետությունը նաև վերահսկողական գործիքներ է սահմանել։ 6 միավոր 1 տարվա համար եւ դա սպառելու պարագայում 1 տարով զրկում վարելու իրավունքից։ Ոնց եք հասկանալու վարորդը ոչ կարգապահ վարորդ է, վտանգավոր վարորդ է, թե վարորդ ով ուղղակի ինչ որ մի պահի վարչական իրավախախտում է իրականացրել։ Այս տարբերակումը կարևոր չի։ Պրակտիկայում իհարկե դեպքերը բազմազան են եւ բնականաբար անհնար է գտնել այնպիսի լուծում, երբ յուրաքանչյուր պարագայում անհատապես մենք դա որոշենք, բայց միևնույն ժամանակ պետությունը նորմատիվ իրավական ակտ է ընդունել եւ այստեղ հիմնական ցուցիչը պետք է լինի այն, թե արդյոք վարորդը այդ փորձաշրջանի ընթացքում բառը պատահաբար չեն տրված, արդյոք պատշաճ կերպով է օգտվել իրեն ընձեռված հնարավորությունից, թե ոչ, թե իչարս է գործադրել այն։ Էլի եմ ասում, փորձաշրջան եզրույթը պատահաբար չէ ընտրված։ Սպառեց, թե չսպառեց հնարավորությամբ։ Իհարկե։ Արդար է այն մարդկանց նկատմամբ, ովքեր զրկված չեն բնականաբար վարորդական իրավունքից, ունեն 13 բալ 1 տարվա ընթացքում սպառելու հնարավորությամբ եւ փորձաշրջանում գտնվող վարորդական իրավունքից զրկված կամ ընթացիկ վերականգնած 6 բալ, որ ինքը հնարավորություն ունի ելի 1 տարում սպառելու։ Մի դեպքում, եթե 13 միավորը սպառի, մարդը զրկվում է վարորդական իրավունքից, մյուս դեպքում մարդը զրկված է եղել, բայց փորձաշրջանի հնարավորություն է ստանում 6 բալով։ Սա արդար է երկու վարորդի նկատմամբ, եթե այդպես վերցնենք։ Իհարկե, ես մի փոքր ուղում կատարեմ, այնտեղ բալերը սպառելու հիմքով կա նաև կասեցման ինստիտուտը, սա ուղղակի։ Իսկ դուք որտեղ եք ներողություն իհարկե հարցադրման համար, ես իրավունք չունեմ հարցեր տալու, բայց որտեղ է անարդարությունը։ Ի վերջո, տեսեք, Դե 13 բալը կարելի է սպառել նաև շատ, չեմ ուզում որակավորում տալ, բայց աննշան խախտումների պարագայում։ Դա նշանակում է 13 բալը ավելի շատ հնարավորություն է տալիս խախտումներ կատարելու, բայց մեր նպատակը դա չի։ Մեր նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք հասկանալ սահմանափակ փորձաշրջանի ընթացքում վարորդը ինչպես է իրեն դրսևորում։ Ի վերջո դա կախված կլինի նաև անձի վարքագծից։ Հնարավոր է օրինակ ժամկետային ընդգրկման իմաստով զուտ լինի վարորդ, ում 13 միավորը ավելի արագ է սպառվել, եւ դրան զուգահեռ լինի վարորդ, ում 6 միավորը փորձաշրջանի ընթացքում ընդհանրապես չի սպառվել։ Հետևաբար այստեղ անարդարության որևէ խնդիր ես չեմ տեսնում, ես կարծում եմ հնարավորությունները երկու պարագաներում էլ համաչափորեն են։ Մի պարագայում նվազեցված, մի պարագայում ավելացված։ Լավ, պարոն Մանուկյան, մի քանի հարցեր վիճակագրության մասին, թվերի մասին պիտի հարցնեմ։ Կա վիճակագրություն, թե տարեկան կտրվածքով գուցե եթե այդպես է հաշվարկը իրականացվում, քանի վարորդ է զրկվում վարելու իրավունքից եւ հիմնականում որ հիմքերով են զրկվում։ Ես ձեզ ասեմ, որ առավել օգտակար կլինի այս պահին հնչեցնել այն թիվը, որը այս պահին կա։ Գիտեք ինչու եմ ասում, որովհետև նախորդ տարիների վիճակագրությունները ռեալ պատկեր չեն կարող տալ մի բարձ պատճառով, որտեղ այդ մարդիկ հնարավոր է ընթացքում վերականգնել են։ Այսինքն տվյալ տարվա ինչ-որ ամսաթվի դրությամբ ունեցել ենք ինչ-որ մի թիվ, բայց այդ թիվը ռեալ պատկեր չի կարող լինել, որովհետև հետագայում որոշ մասը գուցե արդեն վերականգնել է։ Ես ասեմ, որ այս պայդրությամբ մենք ունենք շուրջ 18800 վարելու իրավունքից զրկման դեպքեր, դա մեզ մոտ արձանագրված է։ Եթե ձեզ կհետաքրքրի, նաև ասեմ, որ Հայաստանի Հանրապետության դատարանների եւ այլ պետությունների իրավասու մարմինների կողմից զրկվածների ընդհանուր հանրագումարը կազմում է շուրջ 1100 դեպք։ Սա նշանակում է, որ օրենքի շահառուկը հանդիսանան այն ընդհանուր թվից հանած այս իմ ասած փոքր թիվը, մոտավորապես այս պարագայում մենք գործ ունենք 17700 հոգու հետ դեպքի։ Դա մեծ թիվ է։ Գիտեք, մեծը եւ փոքրը հարաբերական է շատ։
Իհարկե մեզ համար որպես ներքին գործերի նախարարություն նպատակադրումը այն է, որպեսզի այս թիվը ինչ որ մի օր ձգտի 0-ի։ Դա զրոյական դժվար թե լինի, բայց ամեն դեպքում հաշվի առնելով երթևեկի մասնակիցների քանակը ինչքան է, պիտի դրանով գնահատեք, դա շատ է թե քիչ է։ Որովհետև նաև տրանսպորտային միջոցներն են շատացել, ընդհանրապես մեր երկրում վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թիվը շատ մեծ է եւ այդ թվի համեմատ կարծում եմ սա վերահսկելի թիվ է։ Նպատակներից մեկը արդյոք նաև նա է անվտանգության տեսանկյունից, որ վթարների թիվը կրճատվի կամ երթևեկում տեղի ունեցող իրավիճակները, անվտանգային իրավիճակները նվազեցվեն։ Այդպիսի նպատակադրում եղել է, թե չէ։ Այդպիսի նպատակադրում կարելի է մեր բոլոր բացի այն, որ ձեռք եք մեկնում վարորդներին, այս ոլորտին առնչվող մեր բոլոր նախաձեռնություններում բացահայտ կամ թաքնված մենք այդ նպատակադրումը իհարկե ունենք եւ իհարկե պրակտիկայի ամփոփումից հետո գուցե ձեր հարցին ավելի հիմնավոր պատասխան կտանք, որքան է սա ազդել կոնկրետ թվերի վրա։ Այսինքն այնպիսի հաշվարկ, որ հնարավորություն կտար ձեզ հասկանալու, եթե այս փոփոխությունը անում եք կամ այս հնարավորությունը բացում եք ոչ օրինապահ, գուցե երբեմն ոչ օրինապահ վարորդների համար, չունեք, թե երթևեկության մեջ վթարների քանակը որքանով կարող է կրճատել։ Խնդիրը նրանում է կայանում, որ ճանապարհատրանսպորտային պատահարները բազմագործոն եւ բազմաթիվ պատճառներ ունեցող պատահարներ են։ Բայց նաև վարորդների վարքագծով պայմանավորված։ Ես դա չեմ հերքում, բայց ամբողջապես դա պայմանավորել միայն վարորդի վարքագծով իհարկե դժվար է։ Բայց բնականաբար ազդեցություն կունենա։ Ես ընդունում եմ ձեր ասած այս մասով։ Շատ լավ։ Կարգավորման մեջ նշվում է, որ պետք է պետական տուրք վճարվի 50,000 դրամի չափով։ Ես մի կարծիքի հանդիպեցի, որ սա այնպիսի ուղերձ կարող է թվալ, որ դու կարող ես անել խախտում, հետո վճարել տուրք եւ շատ հեշտությամբ կամ մասնակի հեշտությամբ նորից վերականգնել քո հնարավորությունը վարելու։ Սրա մասին ինչ կասեք։ Ես ուղղակիորեն հերքում եմ այդ կարծիքը, որովհետև այդպիսի կարծիք ուղղակի գոյություն ունենալ չի կարող։ Նույն հաջողությամբ ես մեր հանրությանը հիշեցնեմ, որ մենք նախատեսել ենք նաև քննություններին արտահերթ մասնակցելու հնարավորություն պետական տուրքի վճարմամբ, խոսքը վերաբերում է վարելու իրավունքի վկայական ստանալու համար հանձնվող քննություններին։ Այս պարագայում էլ ձեր ասած տրամաբանությամբ կարելի է մեկնաբանել, որ այդպես ուղղակի պետական տուրք է իբր գանձվում անսահմանափակ դրա մասն էլ էին ասում են, ով հնարավորություն կունենա մեկ անգամ կտրվելուց գումարը կվճարի հաջորդ օրը կամ մի քանի օր հետո կտա, ով չի ունենա ստիպված կլինի հերթերում ամիսներով սպասել մինչև իր հերթը կհասնի քննություն տալու համար։ Այդ տեսակետը դա ուղղակի հիմնավոր կարծիք չէ, եթե նույնիսկ կարծիք է, ցանկացած պարագայում կարող է ինքը գոյություն ունենալ, բայց բացարձակապես կապ չունի այն ամենի հետ, ինչը որպես կարծիք ձեր կողմից իհարկե հնչեցվեց։ Բնականաբար կարծիքի ոչ է, դա տեսակետներից մեկն է, արձագանքները ըստ այս կարգավորման։ Ես ասեմ նաև, որ եթե այդպիսի կարծիքներ կան, ես նաև տեղեկացնեմ, որ մենք պարբերաբար շփումներ ենք ունենում եւ քննարկումներ եւ ներսում եւ քաղաքացիներից ստանում ենք դիմումներ, ազդակներ, հակառակ կարծիքներ կա եւ շատ այդ կարծիքը կա, շատ մարդկանց մոտ այդ կարծիքը կա։ Ինչ են ասում։ Որ սա հիմնավորված է եւ նորմալ է։ Ընդ որում ես նկատի ունեմ նաեւ արտահերթ մասնակցության համար պետական տուրքի սահմանումը։ Դե հաշվի առնելով ինչ հերթեր են, այս մասով երևի շատերը գոհ կլինեն եւ վերջին հարցը ձեզ համար առաջնայինը ճանապարհային անվտանգությունն է, թե վարչահարության թույլատվություն, որովհետեւ սա որոշակի առումով նաեւ վարչահարության թույլատվություն է ենթադրելու։ Հարցի մեջ իհարկե երկու այնպիսի գաղափարներ են մրցակցում, որոնք ես չէի ցանկանա համեմատել, բայց եթե հարցի իմաստը այն է, որ պետք է համեմատենք, բնականաբար մեզ համար ամենակարևոր անվտանգությունն է, որովհետեւ որպես պետական մարմին եւ այս հարաբերություններում նաեւ վարչական մարմին մենք խնդիր չունենք ավելի շատ չարչարվելու եւ որևէ բան չի կարող արվել վարչարարական բեռը թույլատրել անվտանգության հաշվին այս իմաստով։ Բացարձակապես դա մեզ համար ընդունելի չէ, այո, մշտապես մեզ համար։ Բայց մի դրվագով նաեւ վարչարարության թույլատումը չէ ենթադրում, պարոն Մանուկյան։ Ինչ առումով։ Տեսեք, ես եթե ընթացակարգը նկարագրեմ, դուք կտեսնեք, որ նաեւ վարչարարական բեռ ավելացրել ներքին գործերի նախարարության համար։ Ի վերջո օրենքի շահառուները, վարորդներ, ովքեր արդեն զրկված են եւ համապատասխանում են այս չափանիշներին, նրանք պետք է դիմում ներկայացվեն, նրանք պետք է նախ հերթագրվեն, որից հետո անձը հաստատող փաստաթղթով ներկայանան, վճարեն պետական տուրքը, այսինքն ներքին գործերի նախարարությունը որոշակի գործառույթներ է իրականացնելու եւ հակառակը ասեմ, ոչ միայն չի քչացել այս նախագծի ընդունումից հետո, այլ քննություններ չի վերցնել։ Քննությունները վերցնել այդ իմաստով այո։ Տեսական եւ բայց դա չի եղել մեզ համար գլխավորը։ Ուզում եմ ասել, գուցե եթե այդ տրամաբանությամբ մտածեինք, կարելի էր քննություններ վերցնել, բայց դիմումները չսպասարկել, որը բավականին բարդ գործընթաց է։ Բայց մենք այդ խնդիրը չունենք եւ այո, այդ համատության մեջ միանշանակ մեզ համար կարևոր է անվտանգություն։ Պարոն Մանուկյան, վերջին շրջանում նաեւ ենթաօրենսդրական փոփոխություններ եք կատարել, դրանք ինչ են ենթադրում։
այս թվականի հուլիսի 2-ին կառավարության նիստում հաստատվեց 2020 թվականի մարտի 26-ի 355 նորմատիվ որոշման փոփոխությունների նախագիծը։ Ընդ որում այդ նախագծի մի հատվածը ուղիղ համակարգային կապի մեջ է գտնվում մեր կողմից քննարկված օրենքի դրույթների հետ, բայց միևնույն ժամանակ նաև այլ հետաքրքիր փոփոխություններ են կատարել, որոնց մասին իսկ ցանկանայի համառոտ նշել։ Օրինակ, թվայնացման մեր ռազմավարության եւ հանձնառության շրջանակներում մենք հերթական թվայնացման գործընթացն ենք իրականացրել նաև նախագծի իմաստով։ Խոսքը վերաբերում է վարելու իրավունքի տեսական քննությանը մասնակցելու համար բժշկական հավատարմագրում անցնելու տեղեկություններին։ Դրանք այսուհետ քննական մարմինները ստանալու են Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգից, ըստ էության, այսինքն թղթային վարչարությունը այս դեպքում բացառվում է, իհարկե բացառություն կկազմեն նաև օտարերկրյա քաղաքացիներ եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք համապատասխան տեղեկատվությունը կներկայացնեն թղթային տարբերակով։ Շատ կարևոր փոփոխություն է այն, որ այսուհետ տեսական քննությունը հանձնելուց հետո մեր քաղաքացիները հնարավորություն կունենան գործնական քննությունը հանձնել ոչ թե 1 տարվա ընթացքում, այլ 2 տարվա ընթացքում։ Երկարաձգել եք։ Այո, 1 տարվա ժամկետը դարձրել ենք 2 տարի, որպեսզի նաև ճիշտ հանրային ընկալում ձևավորվի այս հարցի շուրջ, ես ուզում եմ նաև ժամկետային առումով մի փոքր մեկնաբանել այն անձինք, որոնց դրական քննությունը տեսական հանձնելուց հետո 1 տարվա ժամկետը արդեն լրացել է մինչև կառավարության այս որոշման ուժի մեջ մտնելը, բնականաբար նրանցը 1 տարին 2 տարի չի դառնա մի պարզ պատճառով, որովհետև նրանց 1 տարին արդեն սպառված է եղել։ Օրինակ, եթե անձը տեսական քննությունը դրական հանձնել է ենթադրենք 2025 թվականի հունիսի 1-ին, 1 տարին լրանում է 2026 թվականի հունիսի 1-ին, այսինքն մինչև այս կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագծի ընդունումը եւ ուժի մեջ մտնելը։ Իսկ այն անձինք, որոնք թեև տեսական քննությունը հանձնել են այս որոշման ընդունումից առաջ, բայց մինչև ուժի մեջ մտնելը իրենց 1 տարին դեռևս ավարտված չի եղել, նրանց 1 տարին կդառնա 2 տարի եւ հնարավորություն կունենա 2 տարվա ընթացքում հասնել քննությունը։ Սարքելու, այսինքն ինչ նպատակով եք դա արել։ Գիտեք, ի թիվս այլնի, նաեւ այլ իհարկե պատճառներ եւ հանգամանքներ կան, մենք քաղաքացիները այդ մեր շփումներում եւ նաեւ նրանց արձագանքներից նկատում ենք, որ հաճախ են այն իրավիճակներ, երբ քաղաքացիները սկսել են այցելել դասընթացների։ Նույնիսկ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ քաղաքացին ինքն է չեղարկում նախապես հերթագրման արդյունքում որոշված օրը, որպեսզի գործնական այդ հմտությունները համապատասխան դասընթացը ավարտի եւ նոր ներկայանա հաշվառման քննական մարմին։ Այսինքն սա նպատակային է եղել, որպեսզի քաղաքացիները 1 տարուց հետո նորից չգան տեսական քննություն հանձնելու, այսինքն 1 տարվա տեսական քննության արդյունքները 1 տարվա փոխարեն 2 տարի լինեն ուժի մեջ։ Սա քաղաքացիների համար լավ հնարավորության ստեղծումն է։ Ասեմ նաև, որ այսուհետ տեսական քննության հարցաշարերը կլինեն ավելի թիրախային եւ հետեւաբար ավելի արդյունավետ, սա նշանակում է, որ անձը, որը դիմել է ինչ-որ կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար, նա կպատասխանի բացառապես այդ կարգի կամ ենթակարգի տրանսպորտային միջոցին վերաբերելի հարցերին։ Օրինակ, պայմանական մարդատար տրանսպորտային միջոց, մարդատար ավտոմոբիլ վարելու համար դիմաց անձի տեսական քննության հարցաշարում չեն լինի օրինակ ավտոբուսներին վերաբերելի հարցեր։ Ինչ հաճելի է, այսինքն հեշտացրել եք ավելի։ Մենք կասենք ոչ թե հեշտացնել կամ բարդացնել, այդ խնդիրը մենք չենք ունեցել, մեր կարծիքով սա ավելի թիրախային է եւ ավելի արդյունավետ եւ հետեւաբար անվտանգության իմաստով ավելի օգտակար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանն էր, կհանդիպենք։